Նախ ուզում եմ ասել, որ արձակուրդս շատ ձևական եւ խորհրդանշական բնույթ էր կրում, որովհետեւ կարճ էր ընդամենը 3 օրեր եւ արձակուրդ էր զուտային պատճառով, որ մեկնումս այս անգամ պայմանավորված էր Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի հերթական նիստով, որին ես մասնակցում եմ որպես հեղափոխ նախագահ, ոչ որպես կրթության նախարար, հետեւաբար որպեսզի ձեզանից հեռու մնամ, վերցնում եմ արձակուրդ եւ գնում եմ այդ աշխատանքները իրականացնելու որպես կուսակցական։ Իհարկե ընթացքից տեղեկացել եմ, բնական է, պետք չի զարմանալ, որ կրթության նախարարը մեկնարկին այստեղ չի, հակառակը պետք է ընդունել որպես լավ նշան առ այն, որ ընդունելության գործընթացները կարգավորվել են այն աստիճանի, որ կրթության լիազոր մարմնի ղեկավարը կարող է մեկնարկին նաև Հայաստանում չլինել։ Ավելին ասեմ ձեզ, եթե նայեք եվրոպական երկրները, ապա կտեսնեք, որ շատ քիչ երկիր կա, որտեղ նախարարը առհասարակ գնում է քննություններին։ Ես եկել եմ շրջանավարտներին կամ դիմորդներին քաջալերելու, ծնողների հետ խոսելու եւ ձեզ հետ շփվելու համար։ Ուրիշ առաքելություն ես չունեմ, որովհետեւ չեմ անհանգստանում ընդունելության քննությունների ընթացքի կազմակերպական եւ որակական խնդիրներից, քանզի հիմնական աշխատանքը ԳԹԿ-ի կողմից արվել է եւ սա ընդհանրապես process-ի գործընթացի վերջին մասն է, որ ձեզ տեսանելի է։ Մնացած նախապատրաստական հսկայական աշխատանքը որ ինձ է ներկայացվել նաև իրականացվել է համապատասխան մարմինների կողմից, հույս է տալիս, որ այս քննությունները էլի աննկատ կանցնեն, այնքան աննկատ կանցնեն, որ դուք կզարմանաք, թե ուր է նախարարը։ Օրինակ առաջի քննության ժամանակ նորից կրկնեմ, ձեր խաթրը մենք եք։ Առաջի քննության ժամանակ ձեզ ոտանավորներ։ Գիտեք, կարող է ճիշտ կլինի, ես չգիտեմ հաջորդ տարի կլինեմ նախարար, թե չէ, այդպես ասենք, հա, դա ճիշտ սկիզբը քաղաքական առումով։ Դե այնքան եմ ասում, չգիտեմ կլինեմ թե չէ, որ 7-րդ տարին է, Գոհար ջան։ Իրականության մեջ հոգեբանորեն ինձ էլ է հետաքրքիր շփվել մեր երիտասարդների հետ, ծնողների հետ իրենց, ձեզ հետ։ Եկել եմ եւ կգա նախարարը այստեղ երբևէ էլի ոչ թե երևի թե այն պատճառով որ ինչ-որ բանից անհանգստացած, այլ զուտ որպես տրադիցիա, ավանդույթ, այդպիսի ավանդույթ կա, գոնե մեկ անգամ երևի նախարարը պետք է գա, ոգևորի, շփվի, խոսա, պատասխանի ձեր հարցերին եւ այլն։ Պարոն նախարար, առաջի օրը ձեզ նվիրեցին ոտանավորներ, ինչ որ Երբ առաջի քննության ժամանակ դուք եք տարբեր քննություններին տարբեր բաներ այս անգամ նկատել եք այդ իհարկե երեխեքը մի քիչ իրանց նյարդերը հանգստացնելու համար ընտրում են հումորային տարբերակներ, ես բավական լիբերալ եմ այդ հարցերում, անավանդ որ երեխեք եմ ասում, чем быть дитя не тешилось, лишь бы не плакало, հիմա այս վիճակում թող նորմալ անձնեն քննություններ ստանում եմ այսօր էլ շատ նամակներ, այսօր էլ առավոտյան արթնացավ անձնական պոստում մի քանի տասնյակ գրություններ ունեի ամենազավեշտալի խնդրանքներից մինչև իրական խնդիրներ։ Օրինակ, մեկը երկուսը գախնազերծեք։ Չեմ գա։ Անձնական գրագրության գաղտնիություն է ուզում եմ ապահովենք, չէ, բայց շատ ուզում եմ ասել, որ շատ հանգարտ է անցնում, դուք եք ոնց որ թե մեկ շաբաթ է անցել է, մենք ունենք 3 ցավոտ քննություն, այսպես ասած, պոտենցիալ պայթյունավտանգ, ավանդաբար դա հայոց լեզվի քննությունն է, որից հետո միշտ դժգոհություններ են լինում, դա մաթեմատիկան է, որ ամենամեծ քննություններից մեկն է, եւ դա անգլերենն է, որովհետեւ մենք հայերս կարծում ենք, որ շատ լավ գիտենք արդեն անգլերեն ու անգլերենից էլ ենք շատ բողոքում։ Այս 3 բաների վրա է, առարկաների վրա է հիմնական սևեռումը եղել, հայոց լեզուն անցավ որևէ խնդիր չունենք։ Կարծում եմ նույն ձևի կանցնեն նաև մնացած 2 պայթյունավետան եւ մնացած բոլոր ընթացիկ քննությունները։ Եկեք այնպես անենք, որ այս 6 տարի ձեզ հետ միասին մեծ աշխատանք են կատարել, որ այս քննությունները համապետական նշանակության իրադարձությունից վերածվեն ընթացիկ հերթական իրադարձության, որի մասին մեր ժողովուրդը չիմանա էլ չնկատի էլ, եթե դիմորդ չունի։ Ես ահագին մարդ գիտեմ, անգամ իմ շրջապատից ինձ եք հարցնում եք, ինչու է սկսել է, ասում այո, տնաշենք, ես տեղ չեմ եղել, գոնե դուք էստեղ եք, գիտեք, որ սկսել է։ Ուզում եմ ասեմ, աննկատ պետք է անցնի։ Այդ տեսակ տվյալները խնդրում ստանալ ԳԹԿ-ից։ Շրջան պարբերաբար իջեցվում է այս տարի։ Երբեք շեմը չի իջեցվել, մենք միշտ նույն շեմն ունենք, 7.5 այն նվազագույն
միավորն է, որ պարտավոր է ստանալ դիմորդը, որպեսզի հոգուտ իրեն կլորացվի, այսպես ասած, եւ գնահատականը լինի դրական։ Իսկ մարզույթային շեմերի մասին խոսելը շատ վաղ է, որովհետեւ քննությունների մսկայական ծավալներ արժևում է, բ ինչպես վերջին տարիներին, այս տարի նույնպես, եթե առաջադրանքները հեշտ են, բարձր ստացողների թիվը շատ է, ակնհայտ է, որ բարձրանում է նաև մրցույթային միավորը։ Սա հետևանքն է նաև պարզեցման ընդունելության քննությունների։ Այս տարի հեշտությունից շատ են խոսում, պարոն Աշոտյան, բազմաթիվ անգամ նշեցին, որ ասեցին հեշտ է։ Բարձրը կարող է ընդունվել։ Դե թող ընդունվեն այդ ասողները, վստահաբար անգրագիտությունից մի շեմ բարձրով կարող են ընդունվել։ Պատմական շանսն է, անգրագետ ձևակերպումներ չեմ ուզում չի այս առիթը, որովհետև մենք շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, որ ասում են առաջին չէ նախկին, ասում են բարդացնում են, ինադու ծրագրից դուրս են անում, դժվարացնում են, որ խոսացած ստանան, իրենց բարեկամները ստանան։ Հիմա հեշտացրել են, պարզեցրել են անգամ այն աստիճանի, որ բազմաթիվ դիմորդներ առանց կերպնոսույցի շտեմարանով կարող են լինել։ Այո, բալը բարձրանում է դրանից, բայց քննությունը դառնում է ավելի կանխատեսելի, դիմորդների համար լրացուցիչ հոգեվարքերի եւ ստրեսների պատճառ չի դառնում, ծնողները հանգիստ կարող են լինել իրենց երեխաների կրթության ապագայի հետ կապված, մենք ավելի հանգիստ ենք, որովհետեւ կտրուկ նվազեցված են կոռուպցիոն ռիսկերը։ Շատ ժամանակ ստիպված են ուղղակի անհնարին առաջադրել։ Դա ուրիշ բան է, անգիշ բոլորը ուսանող եղել եք, չէ՞։ Այդ անկեղծ ասեմ, քիչ եք անգիր արել քննությունները կամ կներեք ծածկաթուղթ, շպարգացող պատրաստ։ Մեր սերունդը ընդամենը մի խնդիր է ունեցել, որ իրենք չունեն։ Մենք տեխնիկա չենք ունեցել, որ սարքեր դնեն, Wi-Fi անեն։ Ուսանողը այնպեսի երևույթ է կամ դիմորդ այնպեսի երևույթ է, որ ցանկացած մտքի ճկունություն կդրսևորի, որպեսզի հեշտացնի իրար պետք է կարողանալ արժանապատիվ հեռանալ, պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները եւ խնդիրները։ Ես այդ տեսանյութ կոչվածը տեսել եմ ամիսներ առաջ եւ չէ, ինձ ինքն էր ինձ բերել ցույց տալու։ Ճիշտ ասած այդ գործը ինձ շատ քիչ է հետաքրքրում, որովհետև այդ գործը պետք է հետաքրքրի պատկան մարմիններին։ Ինձ այդ տեսանյութը եւ ամիսներ առաջ եւ այս պահին ընդհանրապես հարցեր առաջացրեց։ Առաջի հարցը, որ կարծում եմ դուք էլ ունեք, եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչ-որ մոտ 1 տարի տևող գործի ընթացքում մի քանի ամիս գոյություն ունեցող այդ տեսաերիզը, տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի։ Եթե դա ապացույց է, ապա ինչ իրավունքով է որևէ մի կողմ հրապարակել ընթացող չփակված քրեական գործի նյութերը։ Իսկ ինչի՞ է ավարտել, եթե դա տեսանյութը որևէ ուժ չունի, ապա կներեք ինձ համար դա շատ ցածր որակի, ինչ մոնտաժված եւ ամենակարևոր խնդիրը, որ ձեզ պետք է հետաքրքրի։ Որտեղից այդ տեսանյութի կադրերը ինձ որպես երևանցի հետաքրքրում է իմ անձնական կյանքը կամ ձեր անձնական կյանքը, ինչ իրավական հղումով են, հիմքով են այդ ՍՊԸ-ն կամ կազմակերպությունը տրամադրել ինչ-որ մեկին։ Ես սա պետք է հասկանալ, որովհետև մնացած այդ սեքս սկանդալը, առհասարակ երբ որ մարդ հրավիրում է ասուլիս, որպեսզի հաշվետու լինի իր մեկ տարվա կատարած աշխատանքների համար ու այդ ասուլիսի 90%-ը նվիրում է անձնական արկածներին, դա արդեն բուհի համար վատ է։ Դա արդեն ապացույցն է այն բանի, որ մի բան այն չէ, ու ակնհայտ է, որ մի բան այն չէ, որ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրիլլերի, այսպես ասած։ Դրա համար նորմալ եվրոպական երկրում մենք ձեզ հետ միասին ես որպես նախարար չէ, որպես քաղաքացի, տեղում հարցադրում կանեն։ Ինչ իրավունքով եւ ով է տրամադրել անձնական կյանքին վերաբերող այդ տեղաշարժումների մասին տեսագրությունները, Բոն ջան, հասկանում եմ շահագրգռվածությունը, համբերի, պատասխանները դիպուկ են մի նյարդայնացի, համբերի։
Դա դիտող տան ես իրենց կողմը չեմ, ես ոչ մեկի կողմը չեմ, ես բուհի կողմն եմ, այդ սկանդալ կոչվածը սեքս սկանդալ, եկեք սկանդալ ինձ ընդհանրապես չի չենք տեսել, եղած սկանդալ ասել։ Դա չգիտեմ ինչ եք տեսել, կներեք դա ձեր կլիշեն է եղել իմիջայլոց, դա ձեր լրագրողական կլիշեն է եղել, մի փորձեք սրբագրել ձեր սխալները, դրանք արդեն դարձել են մեր սեփականությունը։ Ես չեմ կարծում, այս ամենից հետո կարևորը այս ամենից հետո կարևորը ընտրությունն է։ Կընտրվի պարոն Թոքմաջյան։ Կարծում որ ինքը սանտիմետր անգամ չի զիջելու։ Պարոն Աշոտյան, դուք ասած մի քիչ զարմանալի չէ, ես այնքան բան գիտեմ այդ գործընթացի մասին։ Ռոստանիկ Մարուխյանն է։ Գիտեք, այդ դրվագը իմ մոտ ամենամեծ դրական էմոցիաներն է առաջացնում, որովհետև փորձել դաշնակցականացնել Մարուխյանին այն դեպքում, որ ակնհայտորեն այդ տեխնիկությունը սատարում է կրթության նախարարության կողմից, որը հակական փոխնախագահի ղեկավարությամբ է իրականացնում իր գործունեությունը, պարզապես ծաղել է, ծիծաղել է։ Ըստ էզով կդառնա պարոն Աշոտյան։ Կրթության նախարարությունը ունի իր ձայները, այդ ձայները բնականաբար տնօրինում են մարդիկ, այդ մարդիկ ներկայացնում են մեր նախարարությունը կառավարության մաս է, մեր նախարարությունը պաշտպանում է բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր այս ընթացքում նաև տուժել են հանիրավի գործողություններից, հատկապես ուսանողների, նորից եմ ուզում կրկնեմ, որ թույլ չեմ տա, որ պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մաս պակասի, պարզապես թույլ չեմ տա։ Ես գիտեմ որոշակի տեղեկություններ ճնշումների մասին, ես գիտեմ, որ տարբեր մարդկանց վրա փորձում են տարբեր կերպ, այսպես ասած, դուրս գալ, ես գիտեմ, որ այդ երեխեքի վրա նաև այլ տեսակի ճնշումներ են գործադրվել, ինչպես բուհի ներսում, նաև նախագծված են այսպես կոչված ճնշումներ, բայց այս ֆինիտալա կոմեդիային մնացել է ընդամենը 11 օր։ Կարծում եմ, որ Հիմա ինչ հարաբերություններ ունենք պարոն Թոքմաջյան։ ես չեմ մեկնաբանում անձնական հարաբերությունների խնդիրը, հասկանում ձեզ դա է հետաքրքրում, ինձ որպես նախարարի հետաքրքրում է կրթությունը, բուհի զարգացումը, անցնցում պոլիտեխնիկա, իրականում զարգացող պոլիտեխնիկա, որտեղ որևէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, պոլիտեխնիկա, որտեղ իրականում կաշխատեն դասախոսներ, որոնք իրանց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից, դասախոսները, որոնք վերջի պահին չէին հայտնվի բուհում ու դառնալ կառավարման խորհրդի անդամ, որ բացարձակ կապ չունեն պոլիտեխնիկի հետ, բազմաթիվ մարդիկ եւ այլն։ Մի խոսքով թողեք աշխատենք։ Այսինքն այսքանից հետո, երբ որ հաշվետվությունը վերածվեց անձնական, այսինքն պարոն Թոքմաջյանը շանսերը պակասում են ես պարոն Թոքմաջյանին դիտարկում եմ որպես պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար անձ, որը երկու տեխնացուներից մեկն է առաջադրված։ Ոչ մրցութային են լինում ընտրությունները դժգոհ է, մրցութային են լինում դժգոհ է։ Տեղերում չկային երկրորդ տեխնացուներ, այստեղ մեկ է կասկարույց չի, դա ակնհայտ խնդիր, դա ընդհանրապես ցույց է տալիս, որ բուհում խնդիր կա, որ եթե Նարիմանյանն ու Սիմոնյանը այս պահի դրությամբ նույն կոլեկտիվների կողմից դիտարկում են որպես աներկբա առաջատարներ եւ ապագայում բուհը ղեկավարելու հավակնություն ու հնարավորություն ունեցող մարդիկ, այստեղ ակնհայտ է որ կոնֆլիկտ։ Իսկ հնարավոր է Արամ Սիմոնյանը գնա բուհի ղեկավար, այդպիսի խոսակցություններ կա։ Առանց այդ էլ մենք չափից ավելի շատ առաջին անգամ եմ լսում, երևի արձակուրդում է։ Պարոն Աշոտյան Թոքմաջյանը ասում էր, որ պոլիտեխնիկա անցանք ժողովուրդ։ Մոռացեք Թոքմաջյանին, մոռացեք Թոքմաջյանի անձնական տեսակետները, ամենայնպես ես այդ տեսակետները չեմ մեկնաբանում եմ միայն այն, ինչ որ ինձ հետաքրքիր է որպես քաղաքացի, որպես տրամաբանող մարդ եւ որպես կրթության լիազոր մարմնի ղեկավար։ Որպես ռեկտորներ աշխատանք ինչպես։ Նա ռեկտոր չի եղել պոլիտեխնիկում, նա քրոնիկ պաշտոնակատար է։ Իսկ տարօրինակ չի պարոն Աշոտյան, որ վերջին 1 տարվա հաշվետվությունը, ինչպես նաև ինքը խոստովանեց, ավելի գերակայ։ Ինչի հաշվետվություն, ակնհայտ է, չէ՞ որ դա PR-ի ինչ որ փորձ է, անհաջող փորձ է։ Կարո ջան, հաշվետվություն տալիս են կամ օրացուցային տարով, կամ գոնե ֆինանսական տարով։ Ինչ հաշվետվություններ դա կարող եք ինձ ասել։ Ինչի հաշվետվություն։ Դուք չհասկացեք ինչի հաշվետվություն։ Ես չեմ էլ հետևել ժողովուրդ ջան։ Ես ձեզանից եմ հետևել։ Ինձ դա հետաքրքրում է ավելի քիչ, քան ձեզ, որովհետև ես գիտեմ ինչ եմ անել, իսկ դուք չգիտեք դեռ ես ինչ եմ անել։ Չնայած արդեն իմացա։ Այսքանը շնորհակալություն։